Ղարաբաղի հեծյալ գունդը կատարեց հերոսամարտի ամենահայտնի ռազմավարական քայլը։ Մայիսի 25-ից 26-ին, շրջանցելով թշնամու ձախ թևը, նրանք հանկարծակի հայտնվեցին թուրքերի թիկունքում, Արայիլ լեռան ու Թալինի կողմից։ Այս հարվածը խուճապ առաջացրեց թուրքական հրամանատարության մեջ և ստիպեց նրանց նահանջել։ 5-րդ մահապարտների գունդը Պողոս բեգ Փիումյանի գլխավորությամբ կենտրոնական հարվածային ուժն էր։ Նրանք կռվում էին ամենաաննպաստ պայմաններում, անմիջական դեմ հանդիպան դուրս գալով թշնամու գերազանցող ուժերին։ Գնդի սկզբնական կազմը մայիսի 21-ի դրությամբ շուրջ 800 հոգի էր, որը հետագայում համալրվեց մինչև 1300-ից 1400 մարտիկներ։ Թեև առանձին զոհերի թիվը դժվար է առանձնացնել, հայտնի է, որ նրանք կռվում էին մինչև վերջին շունչը։ Թուրքերը տեսնելով հայկական հեծելազորն իրենց թիկունքում, կարծեցին, թե հայերը հսկայական թարմ ուժեր են ստացել։ Եվ երբ Պողոս բեգ Փիումյանի գունդը սկսեց ճնշել ճակատից, իսկ հեծելազորը թիկունքից, թուրք զինվորները թողեցին իրենց դիրքերը, զենքն ու զինամթերքը և սկսեցին փախչել դեպի Ալեքսանդրապոլ, այժմյան Գյումրի։ Հայկական ուժերը հետապնդում էին նրանց մինչև վերջ և ոչնչացնում, թույլ չտալով վերախմբավորվել։ Թուրքական կողմը տվեց մոտ 3500 զոհ և վիրավոր, իսկ նրանց մնացորդները փրկվեցին միայն արագ փախուստի շնորհիվ, իսկ հայկական կողմը ունեցավ 1000-ից 1500 զոհ ու վիրավոր։ Գարեգին Հովսեփյանցը, ով մահապարտների գնդի հոգևոր հայրն էր և հետագայում դարձավ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս, իր քարոզներում այս մարտը կոչել էր 20-րդ դարի ավարայր, որտեղ արցախցիների ոգին դարձավ այն վահանը, որը փրկեց Երևանն ու Էջմիածինը վերջնական կործանումից։